Փաշինյանը արդեն իսկ 10 միլիարդ դոլարով, ես տոկոսադրույքները չեմ ասում, 10 միլիարդ դոլարով պետության, կառավարության, արտաքին եւ ներքին պարտքը ավելացրել է, հետեւաբար հարց։ Եթե 3 նախագահների օրոք 6 միլիարդ էր եւ տնտեսությունը ոլորտային առումով հարաբերականորեն, օբյեկտիվորեն դինամիկ տնտեսական զարգացածության աճ էր ցույց տալի, հատկապես Ռոբերտ Քոչարյանի կառավարության տարիներին երկնիշ թվով, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարման արդյունքում 10 միլիարդ դոլարով պետական կառավարության արտաքին եւ ներքին պարտքը ավելանալով ոչ մի ակնառու տնտեսական մեգա ծրագրեր չի իրականացվել։ Աշխատուժի շուկայում բարեփոխումներ չեն եղել, սոցիալական ոլորտում բարեփոխումներ չեն եղել, կրթության առողջապահության ոլորտում բարեփոխումներ չեն եղել, Արցախի կորուստ ունենք, կորոնավիրուսի բացասական հետևանքներ ունենք, հետևաբար հարց է առաջանում, այդ 10 միլիարդ դոլարը որտեղ է ծախսվել, տարիների ընթացքում բարձր աշխատավարձ, թաքնված պարգևավճարներ, ակնառու պարգևավճարների տեսքով, այլ եկամուտների տեսքով, գործուղումների տեսքով զգալի մաս այդ 10 միլիարդ դոլարի գրպանել են, ես թալան բառը չեմ սիրում եւ չեմ էլ սիրում, որ պիտակավորում են նախորդ իշխանություններին կամ պիտակավորեն այսօրվա իշխանություններին, ապագա իշխանությունները, կա տնտեսական, քաղաքական հանցագործություն, երբ որ ֆինանսական ռեսուրսները պետական անարդյունավետ ծախսվում են, էական չի ինչ ձևաչափով, դա կոչվում է տնտեսաքաղաքական հանցագործություն, դա կոչվում է կոռուպցիա կամ կոռուպցիոն ռիսկ է, դա կոչվում է անպատժելիության մթնոլորտ։ Եթե դուք պատկերացնում եք 5 ամիս է մնացել համապետական ընտրություններին եւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այսպես թե այնպես նվազում է, եւ այս մարդիկ հասկանում եք 3 միլիարդ եւ ավելի դրամ միայն դեկտեմբեր ամսին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ եւ միջին օղակի ընտրովի պաշտոնյաներին պարգևավճար են տվել, միգուցե ստորեն, ներքևի օղակի պետական աշխատողներին հարաբերականորեն նվազ պարգևավճար են տվել կամ մասնակի 13-րդ աշխատավարձ են տվել, բայց այս 3 միլիարդ եւ ավելի գումարի արյուծի բաժինը մխսվել է պետական բյուջեից պարգևավճարների տեսքով ԿՊԱ-ական բարձրաստիճան պաշտոնյաների եւ ինչու՞ չէ անդիմադիր խորհրդարանական падգամավորների պարգևավճարների տեսքով, որը բացասական է անդրադառնում, այո, ապրանքների եւ ծառայությունների գների վրա։ Միայն այսօր 50 դրամով ես ծխախոտ ձեռք բերեցի խանութից 50 դրամ թանկացել էր, հացը 30 դրամով թանկացել է, բազմաթիվ ապրանքատեսակներ թանկացել են, միայն հունվարի 1-ից 20%-ով գույքահարկը եւ հողահարկը բարձրացել է, ակցիզային հարկը ավելացած արժեքի հարկը նույնպես բարձրանալու են։ 2025 թվականի պետական բյուջեն, 2 տրիլիոն շուրջ 637 միլիարդ դրամ եւ կատարողականը 3 տրիլիոն 441 միլիարդ դրամ եւ պետական բյուջեի դեֆիցիտը 25 թվականի կազմել էր 604 միլիարդ դրամ։ Եթե դու 604 միլիարդ դրամ պետական բյուջեի դեֆիցիտ ես ունեցել 25 թվականին եւ համալրել ես պետական արտաքին եւ ներքին պարտք ավելացման հաշվին եւ 12 ամսվա պետական բյուջեի կատարողականը իրականացրել ես, համենայն դեպս Նիկոլ Փաշինյանի ասած 102%-ով։ Հետևաբար հարց է առաջանում, ինչու եք դուք պետական արտաքին եւ ներքին պարտքը ավելացնում, որը բացասական է անդրադառնում ողջ ազգաբնակչության գնողունակության վրա, բացասական է անդրադառնում տնտեսության ազգային ծրագրերի վրա։ Եվ եթե մենք կարողանում ենք գումարներ խնայել, ապա ինչու ենք մենք պարտքը ավելացնում, պարզապես զերծ լինենք նորանոր պարտքեր ձեռք բերելուց, սա մեկ, 26 թվականի պետական բյուջեով 3 տրիլիոն 92 միլիարդ դրամ ակնկալվող եկամուտներ լինելու եւ 3 տրիլիոն 627 միլիարդ դրամ 28 միլիարդ դրամ ակնկալվող ծախսերն են լինելու եւ 537 միլիարդ դրամ դեֆիցիտն է լինելու։ Այստեղ հարց է առաջանում, այս տարի ինչպիսի պարգևավճարների պլան կա ունենք դրած, շեմ, ինչպիսի աշխատավարձներ են ստանալու եւ եկեք չմոռանանք, որ Արդարադատության նախարարը ասես կամ համենայն դեպս ակնարկեց, որ նրանք մտադրություն ունեն աշխատավարձերի բարձրացում, բարձրաստիճան պաշտոնյաներ հակառակ դեպքում չեն աշխատի։